Զատկի կղզին աշխարհի ամենամեկուսի բնակեցված կղզին է, որը հարավային Ամերիկայից հեռու է 3800 կիլոմետր և դեպի արևմուտք ամենամոտիկ բնակեցված կղզուց 4000 կիլոմետր, որը երկար դարեր ոչ մի շփում չի ունեցել արտաքին աշխարհի հետ, մեծ մասամբ միայն պոլինեզիական այլ կղզիների հետ։ Այդ պատճառով էլ այս կղզու լեզուն համարվում է պահածոյացած լեզու, որը պահպանել է հնագույն արխայիկ տարրեր, և ահա այդպիսի շատ հետաքրքիր պահածոյացած լեզուն ուղղակի աներևակայելի ընդհանրություններ է դրսևորում հայոց լեզվի հետ։ Սա իհարկե ոչ միայն զարմանալի է, այլև բացատրելի, որովհետև եթե հայերենը իսկապես հնագույն լեզու է, ուրեմն հայերեն բառերի մեջ պետք է որ պահպանված լինեն հնագույն արմատներ, որոնք այսօր մենք գուցե նույնիսկ չենք գիտակցում որպես արմատ, բայց ահա այդ արմատները Զատկի կղզու լեզուն պահպանվել են զարմանալի մաքրությամբ։ Ինչպես է կատարվել պոլինեզիական լեզուների և այդ թվում նաև Զատկի կղզու լեզվի տարիքը։ Այդ տարիքի որոշումը տևել է 50 տարի, որից 30 տարին գիտնականները միայն փաստական նյութ են հավաքել աշխարհի տարբեր ծայրերից, այնուհետև 20 տարի տևել է այդ հավաքած փաստական նյութի վերլուծությունը լաբորատոր պայմաններում։ Այդ ամենը ղեկավարել է իտալական ծագմամբ ամերիկացի կենսաբան, լեզվաբան Լուիջի Կավալլի Սֆորցան։ Իր հետազոտությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ և մարդկության ծառը և լեզվի ծառը համընկնում են իրար։ Կավալլի Սֆորցան գտնում է, որ մարդկությունը ծագել է հյուսիսարևելյան Աֆրիկայում 90,000 տարի առաջ, 60,000 տարի առաջ Աֆրիկայից նրանք վերաբնակեցվել են Փոքր Ասիայում, այնուհետև տարածվել են դեպի աշխարհի 4 կողմերը։ Այսինքն 50,000 տարի առաջ Փոքր Ասիայում, որի մի մաս նաև հայկական լեռնաշխարհն է, եղել է մարդկության, այսպես ասած, նախահայրենիք։ Եվ մեր հայտնաբերած այդ ընդհանրությունները հայերենի հետ կարծում ենք 50,000 տարի առաջվա պահպանված լեզվի մնացորդներն են։